Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր տարին է։ Մենք Երևանի Հակոբ Կարապետյանի անվան դպրոցում ենք, որտեղ օրեր առաջ հիանալի միջոցառում տեղի ունեցավ, մենք միասին նշեցինք Հակոբ Կարապետյանի ծննդյան 100-ամյակը։ Ոգևորությունը այնքան մեծ էր, որ Համահայկական գրողների միությունը որոշում կայացրեց շարունակելու սկսված աշխատանքը եւ ներկայացնելու մեր սփյուռքահայ անվանի գրողներին։ Այսօր ձեզ պիտի ներկայացնենք սփյուռքահայ բանաստեղծ Վիգեն Հովսեփյանին եւ այս միջոցառումը նվիրված է մեր բանաստեղծության նոր ճանապարհներ որոնողին։ Ես շնորհակալ եմ այն մեծ հետաքրքրության համար, որ դուք հանդես բերեցիք գրականության նկատմամբ։ Այո, գրականությունը այսօր, մշակույթը այսօր հայության համար ունի բացառիկ մեծ կարևորություն։ Մշակույթի մեջ է, որ ճշտվելու է ճամփան, որով մենք գնալու ենք։ Եվ շատ խորհրդանշական է, որ իմ կողքին կանգնած են մեր երիտասարդ գրքասերները, աշակերտներ, երիտասարդներ, ովքեր սիրում են գիրք եւ ովքեր իրենց կյանքը ամբողջովին պիտի կապեն մշակույթի հետ։ Ներկայացնելով Վիգեն Հովսեփյանին, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ երկու խոսքով ձեզ ներկայացնել արդի բանաստեղծության վիճակը։ Շատ հեղինակներ ունենք, ովքեր գրականություն ասելով, բանաստեղծություն ասելով հասկանում են հաճելի մի ձեռնարկ։ Վիգեն Հովսեփյանը տարբերվում է։ Իր համար գեղարվեստական գրականությունը գաղափար է, ազգային գործ, նվիրական մի ասպարեզ, որտեղ պիտի գործել ջանադիր կերպով եւ անձնուրաց։ Ահա թե ինչու Վիգեն Հովսեփյանի երևույթը մեր արդի գրականության մեջ իսկապես ուրույն է։ Այս բանաստեղծը գեղարվեստական խոսքի մեջ տեսնում է մի կարևոր արարք, որը պիտի մեզ միաբանի։ Ցավոք սրտի, շատ իրողություններ մենք տեսնում ենք, որ մեզ բաժանում են, հեռացնում են միմյանցից։ Մշակույթը Վիգեն Հովսեփյանի պատկերացմամբ այն միակ ասպարեզն է, որը մեզ պիտի միաբանի։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, եթե այն շարժումը, որ մենք սկսում ենք Երևանում, Հակոբ Կարապետյանի Սուրբ անունը կրող դպրոցում, այդ շարժումը տարածվի բոլոր հայկական քաղաքներով, ի Հայաստան եւ իսկյուրս աշխարհի։ Ներկայացնելով իմ սիրելի բանաստեղծին, ում գրականությունը ես իբրև գրականագետ, որ ավելի քան 3 տասնամյակներ զբաղվում եմ արդի գրականության, արդի պոեզիայի ուսումնասիրությամբ, ես պիտի ասեմ, որ բառը, խոսքը Վիգեն Հովսեփյանի ընկալմամբ մի քարաջիր երևույթ է, որը պիտի հոգիներ կերտե։ Ահա ինչու ինքը այնքան կարևորություն է տալիս այն բառերին, որ ինքը օգտագործում է։ Նա խոսում է այն մասին, որ մենք պիտի դադարենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք։ Ու այդ պատճառով էլ մի բանաստեղծության մեջ խոսում է երկրի ապագայի մասին, որտեղ բացառված պիտի լինի խաբկանքը, որտեղ պիտի հպիտ հոգիներ չլինեն, որտեղ պիտի մենք իբրև սերունդներ ապրենք միասին եւ դավաճանություն պիտի չլինի այդ երկրի մեջ։ Սա Վիգեն Հովսեփյանի գաղափարն է։ Այսինքն բանաստեղծը կերտում է Հայաստանի ապագան եւ մենք ուշադիր պիտի հետևենք սիրելի հեղինակին, տեսնելու համար թե նա մեզ ուր է առաջարկում։ Գնալ, բարև երկիր, բարև ժողովուրդ, ասում է այսպես, խոսում է այսպես եւ այս խոսքերով ինքը փորձում է նաեւ ցույց տալ, որ շատ պակասություններ ունի այսօր մեր հանրությունը եւ մենք պիտի հրաժարվենք դրանից։ Ինչ է Վիգեն Հովսեփյանը կարծում է հայ նշանակում է կատարյալ, այո, հայ նշանակում է մի ազգ, մի ժողովուրդ, որը ձգտում է կատարելության։ Եվ ահա թե ինչու իմ սիրելի բարեկամուհին ձեզ կներկայացնի մի հատված բարև երկիր եւ ժողովուրդ բանաստեղծությունից համեցեք։ Բարև երկիր, բարև ժողովուրդ, որ կխաբվիկ ու կխաբեք միատեղ, կկլանեք հոգիներ, այնպես, ինչպես կլանած եք զիս և սերուններ, մեր կսիրբանեք, մեր կդավաճանեք ու կանցնիք, ձեր հասցներով պարզ և հստակ, բայց ուղիներով դեռ անորոշ, բարև երկիր, բարև ժողովուրդ, որ հոգիս կլեյցեք յոյզերով, յոյսերով, անհավիտենական սիրոյմ ու խոստումներով,
որոնք անճանաչելի են հաճախ ու մոլեգին, որոնք կկառուցեն հոգիներ հաճախ, քանդելով հանդերձ ուրիշներին, և հիմա զիս դարձյալ նետածեք, օտար և օտար հովերուն, որպեսի երթամ անգամը ես, նորան դավաճանած, նոր տագնակներու արահետներ են, 10 անգամ ծլած, մեռած, սիրոյ մսոսկումներով, շարունակ լկված, ձեր կողմե բղստված, բայց դեղ ձեր սիրով միշտ սիրված։ Հայրենիքում առաջին գիրքը ներկայացնելու երազանքն արդեն իրականություն է։ Լույս է տեսել ամերիկահայ ազգային հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի աստղերի հավատքով արևմտահայերեն բանաստեղծությունների ժողովածուն։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Չէի գնար պատկերացնել, որ այսպիսի ժողովածումը, որ հավատքի մասին կխոսի, հույսի մասին կխոսի, հանրության ներկայացնեի, առանց որ այստեղ են նաև ծնունդարներ անիկա։ Կողքիդ մենության ճիչերը ամեն կողմ, ու ես կմնամ հոս այսպես երկար, մեջը 1000 տարուտալ լռություն, երազներիս մեջ կծկուան շնչասպար, երբ կարտնանա սրտիս վախերը, կասկածները, որոնցում հասկացած եմ, հանդարտ ու հոգնած, թե պետք է պատրաստվել վերջնական իմ 1000 տարուտան զսպված մենությանը, այսօր է, իսկ վաղը 1000 տարի, այս լույսերը և հեծկլտանքի մեջ 1000 առիթ, առանձնության համար անկյուն, մեռնող հոգիների և խիղճերի մեջ, տեսնելու, սովորելու, սիրելու, ատելու, 1000 անգամ, ծովերի ալիքների հրապյոնի մեջ, ամեն ժպիտի հետ սիրահարվելու համար, 1000 անգամ և ավելի։ Ես շնորհակալ եմ, որ այս բանաստեղծությունն եք ընտրել առհասարակ սերի բարեկամներ ներկայացնելով Վիգեն Հովսեփյանի աստղերու հավատքով ժողովածուն, որը նրա առաջին գիրքն է, ես պիտի ասեմ հետևյալը. Վիգեն Հովսեփյանը գրականություն մտավ միանգամից, իր համար չեղան մոլորության, որոնումի օրեր ու տարիներ, միանգամից իր գաղափարներով, իր ոճով մտավ գրականություն և աստղերու հավատքով գիրքը սիրելի բարեկամներ ունի մնայուն տեղ ժամանակակից գրականության մեջ, որն է, որ ապահովում է այդ մնայուն տեղը, առաջին հերթին գաղափարի գեղարվեստականությունը։ Դուք տեսնում եք, թե ինչ մտքեր է բերում բանաստեղծը և միտքը ինքնին, գաղափարը ինքնին, ոգևորիչ է, բովանդակազուր գրականություն ոչ, Վիգեն Հովսեփյանը մերժում է այդ ճանապարհը, գրականություն հաճույքի համար ոչ, հրժելի ճանապարհ, գրականություն, որ բերում է ազգին գաղափար, այո, ահա սա է Վիգեն Հովսեփյանի ստեղծագործական հավատամքը, այդ է պատճառը, որ դուք այսքան սիրով եք արտասանում իր գործերը։ Նա մտել է մի աշխարհ, որտեղ մենակության ճիչեր կան, դա մեր հայրենիքն է, որքան մենակ մարդիկ։ Նա մտել է մի աշխարհ, որտեղ մենք ապրում ենք երազներու մեջ կծկված։ Ինչ գեղեցիկ է Վիգեն Հովսեփյանի արևմտահայերենը, և ես շատ հաճելիորեն զարմացած եմ, որ դուք բնական ձևով կարդում եք և դասական ուղղագրություն, և արևմտահայ սքանչելի խոսք։ Երբ պիտի պատրաստվիր վերջնական 1000 տարվան մինակության, ինչ է այս բանաստեղծության գաղափարը, մենակությունը մեր ճանապարհը չէ, մենակությունը մեր ապագան չէ, որն է մեր ապագան, ընտրել մի ճանապարհ, որ հավաքականություն կբերի, որ միասին մենք կգործենք, հիշեք Եղիշե Չարենցի պատգամը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, ահա սա է, թվում է, թե շատ սովորական մի գաղափար է, բայց վստահ ասում եմ ձեզ, այսօր, և սա շատ կարևոր է Վիգեն Հովսեփյան բանաստեղծին գնահատելու համար, նա ոչ թե գրում է, որ դուք կարդաք, նա ոչ թե գրում է բանաստեղծություններ, որ գիրք դառնա, ոչ, այս մարդը իր կյանքով ապացուցում է իր գրածը, ինքը նույնն է, ինչ որ իր գրականությունն է, և մեզ այսօր անհրաժեշտ են գրողներ, ովքեր ոչ միայն գրում են բանաստեղծություններ, պատմվածքներ, այլև մեզ անհրաժեշտ են գրողներ,
ովքեր իրենց կյանքով կմտնեն հրապարակ։ Գրելը բավարար չէ, եւ մենք սպասում ենք, որ այդպիսի անձեր կհայտնվեն մեր գրականության մեջ, ովքեր կհետևեն Վիգեն Հովսեփյանի ճանապարհին եւ կգան հրապարակ։ Ինչ նպատակով պիտի գան հրապարակ։ Մեզ միաբանելու, մեզ դարձնելու համար հավաքական ուժ, այդպես է։ Այո։ Հեղինակը գրքում ամփոփել է իր մտորումները կյանքի դժվարությունների, մարդկային զգացումների, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նրա խոսքով գիրքը հանրությանն ուղղված հրավեր է հավատալու, սիրելու եւ միասնական լինելու։ Մեր շուրջ ընդհանրապես հավատքը կտեսնենք, որ սկսած է խամրել ամեն ինչի ուղղությամբ։ Այսինքն նույնիսկ սերը, որ ամեն հավատքով լեցուն զգացումը պետք է լա, այսօր սկսած է մեքենական ինչ-որ բաները ստանալ։ Անհոգ եղիր, սիրելիս։ Գրիչդ երբեք չեն հաջողիր կոտրել։ Չեն հաջողի։ Քանզի պարտությունները ժամանակավոր են, իսկ հաղթանակները հավիտենական։ Փորձեցին կոտրել ոգիդ 3 գիշեր, հոգիդ շաբաթ գիշեր, իսկ նիզակներդ ամեն գիշեր։ Ու ես ականատես եղա այդ բոլորին։ Շնորհակալ եմ, անունդ։ Անուշ։ Ինչու ընտրեցիր այս բանաստեղծությունը։ Այս բանաստեղծությունը ընտրեցի նրա համար, որովհետև այս բանաստեղծությունը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ լինի, մենք պետք է լինենք ինքնավստահ եւ հավատանք ինքներս մեզ։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ։ Դուք տեսնում եք, թե ինչպես ճիշտ ասված խոսքը ընկալվում է հոգիների մեջ։ Եվ այսօր չի եղել մեկ էջ, որ ընթերցվի Վիգեն Հովսեփյանի բանաստեղծություններից եւ մենք չընկալենք։ Շնորհակալ եմ ճիշտ ընկալելու համար։ Ամերիկահային ոգևորել է հատկապես Հայաստանում բնակվող հայրենակիցների մեծ հետաքրքրությունն իր ստեղծագործությունների նկատմամբ։ Շարունակելով ստեղծագործել Վիգեն Հովսեփյանը կթողարկի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն եւս, բայց մինչև այդ հեղինակը պատրաստվում է ներկայացնել իր նոր վեպը, թե ինչի մասին է լինելու այն, ընթերցողները կիմանան առաջիկայում։ Գրիչը դուր է սիրելիս, գրիչը թունդ, գրիչը մեղմ, գրիչը խաղաղեցնող։ Այդ գրիչը դուր անետացավ, դում որ այդ գրչովդ մանուշակագույն նժոյք նման զլացար, ու բարձրացար վերևներ, շատ վերևներ, ու մութ երկնքներում մեջ լուսնին եւ աստղեր իրար անցուցիր։ Այդ գրչիվոտ օվկիանոսներ ալեկոսեցիր, ու զանոնք դարձյալ հանդարտեցիր։ Այդ հզոր գրիչը դուր է, զայն որ կոտրեց։ Շնորհակալություն, անունդ։ Քրիստինա։ Քրիստինե, բանաստեղծությունը գրականության մասին է, գրիչ ունեցողի մասին է, գրողի մասին է, նոր գրականության մասին է։ Ինչ է բանաստեղծը ակնկալում, ինչպիսին պիտի լինի հայ գրականությունը։ Կարող ես բացատրել մեր աշակերտներին։ Գրչի մասին է, նա ուզում է։ Որ այդ գրչով ալեկոծվել օվկիանոսներ։ Նոր գրականությունը այսպիսով պիտի լինի օվկիանոսներ ալեկոծող գրականություն։ Շնորհակալ եմ։ Հիշես այդ երեգոն, մեր Փետրվարյան, մշուշոտ ու ցուրտ երեգոն, երբ մենք երեկով փոլորված, մեր ամմեղ ու անգեղծ նվիրվածության ռոբեները կհաշվեինք։ Ես էի, թուն էիր և երազանքը մեզ միացնող։ Կհիշես թուն այդ թույլ խարույկին շուրջ պոլորված մեր երեգոն, հուրն անցրևեն հազիվ բադսպարված, գարգուտներու տարապին ու մոդեն լսող գրագոցներու համանվակին հետ միախարն, հիշես թուն թախանցակին խնդրանքներս և իմ ջիքերս անհետևանք։ Կհիշես թուն այդ սև խիտ անդարին մեկ անկյունը գծկված, իմ համար փորձերս
քեզ հասկացնելու, թե երկնագամարի աստղերը կփայլին ժամանակավորապես, ուզանոնք մեր աչքերով կվայելենք այդ պահուն, սակայն մութ ու խիտ ամբերը չեն ուշանար, ուզանոնք շուտով կծածկեն անկասկած։ Կփորձեի համոզել քեզ դակավին, թե միևնույնն է, թեկուզ անբացածք, թեկուզ անտեսանելի, մենք պետք է շարունակենք հավատալ ու պիտի համարենք տեսնել աստղերը երկնային։ Ինչպես պիտի բացատրեք աշխարհին, այն բոլորի մասին, որ դուք դայեցիք, եւ դեռ քանի էջերով բառեր պիտի թքնեք, մարդոց սիրտերը ծանրացնելով, անմեղ երևակայություններ պղտորելով ու միամիտ հոգիներ ասպատակելով։ Բարև երկիր, բարև ժողովուրդ, որ կխաբենք ու կխաբենք միատեղ, կկլանենք հոգիներ, այնպես, ինչպես կլաված ենք զինք և սերունդներ, մերդ կսիրաբանենք, մերդ կդավաճանենք ու կանցնենք, ձեր հասցեներով պարզ և հստակ, բայց ուղիներով դեռ անորոշ։ Սիրեցիր բանաստեղծությունը։ Այո։ Ինչը սիրեցիր։ Իր ազնվությունը։ Ազնվությունը, այո, որը ակնհայտ է շնորհակալություն։ Հիշես թե ինչպես տուն հեքնանքով կուզեիր փաստել այդ ադեն, թե անկարևոր է ասածս ու անիմաստ է քոյությունը աստղերուն, եթե անոնք տեսանելի չեն մեզ ու մեր աչքերուն։ Անմեղ էինք տագավին, մեր խղճերը պայծառ էին ու չինչ, բարձ էր ամեն բան, մեր երակներու արյան քույնի կարմրության ոչ ոք կկասկածեր այդ օրերուն, ոչ մենք ինքներս, ոչ ալ մերիններեն ովևէ մեկը։ Ու այդպես ալ այդ երեգո եւ հաջորդող բոլոր երեգոները մեր հավաքական կյանքին տուն այդպես ալ չհասկացար աստղերու հմայքը ու երբեք չհավատացիր աստղերու ուժին։ Տուն հեգնեցիր ու այդպես ալ հոգնեցուսիր բոլորս համառությանբդ մաշիցուսիր ամեն բան։ Տուն չհասկացար, թե մեր դեսագը աստղերու քոյությունը իր աչքերով չէ որ կտեսնե անպայման, այլ իր սրդովը կսկա, իր սրդի աչքերովը կտեսնես անոնք, այնպես ինչպես վկայած են սերունդներու աչքերը։ Տուն չհասկացար, որ մեր մեջի մարդիկը գադե մահնու մահվանը, թե մենք զինվորներս միշտ ալ կյանքի ամենամեծ սիրահարներն ենք, և թե մեր ծառայությունը ինքնին արտահայտությունն է անսահման սիրո դեպի ազգ ու հայրենիք, այլ ոչ թե վրեժխնդրության։ Հա անգեր, տուն չհասկացար, որ մենք կտեսնենք աստղերը ու հավատանք անոնց ուժին, ոչ որովհետև զանոնք կվկայենք ամեն գիշեր ու գիշերվան ամեն րոպեն, այլ որովհետև զանոնք տեսած ենք թեկուզ միայն մեկ անգամ ու համոզված անոնց ուժին, համոզված ենք ամբողջ կյանքի համար։ Ցույց տուր ինձի կարմիրը, որ ամեն կողմ է, այն կարմիրը, որ կծորի և որուն սևը կհաջորդի, այն սևը, որուն ճիչեր կհաջորդեն, ճիչեր, որոնք այսօր պատած են, ամբողջ աշխարհը ստեսիլքներու, այն աշխարհը, որ ամեն օրը կսորվեցնե, թե դուն ճիշտ էիր, երբ հանդարտեցնող ժպիտովդ կսեիր, թե իսկական հերոսները չեն մահանար։ Չհավատացիր զիս, երբ ես փորձեցի ցույց տալ, թե մեր տեսակը աշխարհ եկած է հավատալու սրտով, խղճով և ոչ թե ադելությամբ։ Մեր տեսակը պիտի հավատա,
որբեսի բայքարի, ոչ թե պիտի բայքարի, որբեսի հավատա։ Իսկ եթե ես հասկնայի այդ ժամանակ, այդ ամմեղ օրերուն, ամենագլանիչ ու ամենաքանթիչ արժեքը քու տերահավատության, անգասկած որ կբարձրանայի վերերը թեպի երկինք ու կվանեի ամբերն ու մշուշը ամբողջ կյանքիմը համար, կցրեի ամբերը ամեն հաջորդող գիշերներուն համար, որբեսի թուն տեսնեիր աստղերը և վերջապես հավատայիր անոնց քոյությանը։ Փետրվարյան մշուշոտ ու ցուրտ այդ երեկոյան բոլորված էինք ջղջիմ գրագին շուրջ, որուն ուժին հավատացողն էի ես, միամիտ ու անվերաբար։ Գրագը հիմա վաղուց հանգչած է արդեն, ու մենք հոն չգանք այլևս։ Այդ անդարն անգամ մերը չէ այլևս, քանզի հոն թշնամին է բվզած։ Գրիչը դուր է, սիրելիս, գրիչը թունդ, գրիչը մեղ, գրիչը խաղաղեցնող, այդ գրիչը ուր անհետացավ, գրպանետին պիտի հանես, սատանաները գրգռող, ուզանոնք բարի հանող, աստվածային գրիչըտ, պիտի հանես զայն իր պատանեն, ու դարձյալ պիտի ճոճես, փայլատակող, առնականորեն համբերատար գրիչըտ։ Անջրկած այդ պահուտ ամեության մեջ հարց կուտաս, թե ինչու մարդիկ կփոքրանան այսպես, ինչպես անուն կառնետանան այսքան, և ատելության շուրջպար կբռնեն, կհավասարվին տիղմին, կձգտին կոտրել գրիչը տան կոտրում, բայց չարաչար կձախողին ու անսպար կցնդին։ Ես պիտի մի քանի հանգամանքների վրա ձեր ուշադրությունը սևեռեմ, շնորհակալ եմ այս բանաստեղծությունը ընտրելու համար։ Սիրելի բարեկամներ, ակնհայտ է մեկ բան, որ բանաստեղծը գիրը, գրականությունը, գրիչը բացառիկ կարևորություն է տալիս դրանց։ Զգացիք, գրիչը աստվածային, գրիչը խաղաղեցնող, այսինքն գրականությունը մեր հասարակությունն է կերտում։ Եվ ինչպիսի գրականություն մենք ունենք այսօր, ահա այդպիսի հանրություններ մենք պիտի ունենանք վաղը։ Այդ է պատճառը, որ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի քանի խնդիրների վրա, ինչու մարդիկ կփոքրանան, ինչու կանհետանան այսքան շուտ, եւ ինչու Հայաստանում հանրության մեջ, մեր ողջ հասարակության մեջ ատելության շուրջ բար կբռնեն ու կհավասարեն տիղմին, կձգտին կոտրել գրիչը անկոտրում։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է նոր գրականություն, որ այդ նոր գրականությամբ կերտենք նոր հայրենիք։ Շնորհակալություն։ Հիմա գամ ես, գաս թուն ու գա մեր ետին մնացած ամբողջ ուղի մցավալի։ Եվ այսպես, գուցե ես ցածրած եմ հավատալը քեզ և ամեն ինչի որդուն կներկայացնես, բայց կշարունակեմ հավատալ մեզ այն ինչին, որ մերն է, կշարունակեմ հավատալ ջղջիմ խարույկի և խարույկներու ոգեղեն հզորության, կտեսնեմ աստղերը երկնակամարին, ամեն երեգո, մութին, մշուշին, անգամ այս օդար ամբածած երկնքին վրա։ Իսկ այս երեգո, ուր որ թշպախտացած ու խորդակված գաս այս գիշեր, հանուն հին օրերու և հերոսացած մեր ընկերներու լուսավոր թեմքերուն, բահմու ուղե հայացքդ դեպի վեր, դեպի ամբոտ ու մշուշոտ երկինքը սուրբ հայրենական, ու գուցե այս անգամ տեսնես աստղերը ամբերեն անթին, ու այս անգամ այլևս համոզվիս անոնց ամենագալ գոյության ու հզորության։ Քանզի հոն են անոնք այս պահուն, այնպես ինչպես մեր խրամատի մեջ եղած ժամանակ այդ փետրվարյան երեկոյան։
կնչենական են աստղերը, անոնք հավերժ են, հոն է անոնց սփրած լույսը, հոն է անոնց սփրած ուժը, բայց ավելի կարևորը հոն է աստղերու ավետած հույսը։ Այսօր մեր երեխաները սիրով ծանոթացան եւս մեկ սփյուռքահայ գրողի Վիգեն Հովսեփյանի հետ, որի ստեղծագործություններում երևաց մեծ հայրենասիրություն, իսկ մեր երեխաները տոգորված այդ հայրենասիրությամբ սիրով ընթերցեցին այդ ստեղծագործությունները։ Purchase your tracks today. Purchase your tracks today. Purchase your tracks today. Ողջունում եմ իմ սփյուռքի բարեկամներին, իմ ժողովրդին։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ ունենանք այդ ոգին, այդ հայի հայրենասիրությունը։ Եվ շնորհակալ եմ Աբգար Ափինյանին, որ նա մեզ ծանոթացրեց եւս մի բանաստեղծի գրողի հետ, Վիգեն Հովսեփյանի հետ։ Շատ հաճելի էր այս հանդիպումը, ցանկալի կլիներ, որ այսպիսի հանդիպումներ հաճախակի լինեն, քանի որ մեր երեխաները ծանոթանում են նոր գրողների, որոնք մեր դասագրքերում չկան, հատկապես այսօրվա մեր հավաքույթը առնչվում էր Վիգեն Հովսեփյանի գրական գործերի հետ, երեխաները ծանոթացան, ընթերցեցին, մեկնաբանեցինք, վերլուծեցինք եւ նրանք շատ սիրով ընդունեցին եւ իրենց հնչերանգով արտասանությամբ ողջունեցին եւ մեկնաբանեցին Վիգեն Հովսեփյանի աշխատությունները։ Երևանի Հակոբ Կարապետյանի անվան համար 6 հիմնական դպրոցի աշակերտները բարևում են եւ շնորհակալություն են հայտնում Վիգեն Հովսեփյանին, իրենց բարևն են ուղղում եւ ողջուններն են ուղղում Վիգեն Հովսեփյանին եւ շնորհակալություն ենք հայտնում պարոն Ափինյանին այսպիսի ցերեկույթ կազմակերպելու համար։